Այնտեղ էր նաև Armcomedy-ի մշտական գործընկեր սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը։ Գիտեք, որ մայիսին ասում են կարող է Snoop Dogg-ը գա Երևանի, շոր բան Snoop Dogg-ը։ Կարող է շոր բան ձեռնարկեք, որ չգա կամ պայքարեք։ Ինչի ինքը պորնո աստղա։ Չէ, բայց ինքը ուրիշ բան է պրոպագանդում։ Ինչա պրոպագանդում, ասեք։ Դե ծխել, մխել բան էլի, տես։ Ծխելը ես ծխում եմ։ Չէ, Հա, մարիխուանա, իհարկե, եթե տենց բան է պրոպագանդում եւ դրա համար է գալիս թե պրոպագանդան։ Չէ, ինքը չի գալի դրա համար, բայց որ իրան նայում ես, ուզում ես մարիխուանա ծխես, տենց է։ 100% համոզված եմ, որ մեր երիտասարդությունը մարիխուանայի համար չի գնալու այնտեղ։ Չէ, բայց ինչ որ բան ձեռնարկելու եք։ Ոչ, իհարկե ոչ։ Բայց լոքշ կլինի, է։ Լոքշ, պրինցիպի, լոքշ կյանքը հետարքիր է միշտ անցնում։ Անկախականների համար, սուտ դեմոկրատների համար, ասենք, Armcomedy-ի տղեկի համար հետաքրքրություն պետք է ստեղծենք։ Բա ստեղծեք, բա մենք այդ հույսով ենք։ Դե բա այդ ստեղծում ենք, հետո Սերգեյը համահանում է իր ցիցիկներով եւ Իրա չէ, եկեք իր արտահայտություններով, իր ցիցիկներով, որտեղ էսանց հետո ասել եմ ցիցիկներով Սերգեյ։ Վերբերվե ինչի ցիցիկ։ Դե բա չիմացար, վերջերս հանդիպել ենք ցիցիկի թեմայով։ Քիմ Քարդաշյանի ցիցիկները մի քիչ ավելի հայտնի են, քան պոպուլյար են, քան սոցիալիստական շարժումը Հայաստանում, գուցե դա է ջրանացնում ձեզ։ Ուրեմն ես ասեմ ձեզ մի բան։ Նորից փախնում ա, գիտես, ամեն անգամ փախնում ամ։ Հա, բարձա։ Փաստորեն նոր մական ունեցա, ցիցիկ Սերգեյ։ Դասեց լավա Քարդաշյանի տուտուզի վրա շեշտը չէր դրը։ Հա, պլստացի։